Հավատում եք, որ 4 տարուց Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար կլինի։ Ուրիշ հեքիաթ չդեք պատմելու։ Ժաննա Անդրեասյանն է ասել։ Ժաննա Անդրեասյանը խելքի դուրս ինչ ասես ասում, հետո Չէ, Ինչու՞։ չկա այդ հնարավոր։ Նախարարն է ասել, Ժաննա Եվ Անդրեասյանը։ շատ էլ որ ասել է ինչ անենք։ Մի մարդա մի բան ասել է էլի։ Ինքերեք հետևից որ ինչ։ Չէ, չի լինի։ Հա, Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել, որտեղից հավատում ենք։ Ասել է ու արել, անել է տարբեր բաներ են։ Այո, հավատում եմ։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել, Հավատում եմ։ Կլինի։ որտեղից Որտեղ Հայաստանը զարգանում է օրը-օր։ Այս ղեկավարության շնորհիվ Հայաստանը զարգանում է։ Դրա համար էլ հավատում եմ։ Ինչի Վրաստանում եղել է, այստեղ չի լինի։ Ոչ մի բանով պակաս չեն, դեռ ավելին են։ Հաստատ կլինի, դուք էլ հավատացեք։ Ոչ։ Ինչու՞։ Նախարար Չգիտեմ։ Ժաննա Անդրեասյանն է ասել։ ցանկանում ենք հավատալ։ Ցանկանում ենք հավատալ։ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ այդպես է լինելու։ Փորձում են անեն դե իմը։ Չէ, չգիտեմ։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել, ինչու՞ չեք հավատում։ Չեմ կարող ասել։ Երևի հավատանք։ Հա, հավատանք որ լինի։ Ժաննա Անդրեասյանն է ասել, վստահում եք։ Լսել եմ, բայց չեմ բանանում։ Չգիտեմ։ Աստվածտա լինի, Աստվածտա լինի։ Ինչու ոչ, Հայաստանում հիմա ամեն ինչ հնարավոր է։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2030-ին անվճար է լինելու բարձրագույն։ Վստահում եք։ Այո, վստահում եմ։ Չէ։ Ինչու՞։ Նախարարն է ասել, Ժաննա Անդրեասյանը։ Դե եթե լիներ վաղուց պետք է լիներ էլի, իսկում է։ Չէ։ Ինչու՞։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել։ Եթե ասել է հավատում եմ։ Ոչ, Ինչու՞։ այդպես, ներկայիս կառավարության հետ։ Հենց Ժաննա Անդրեասյանն է ասել։ Մնացած ոչինչին է չեմ հավատում, սրան է չեմ հավատում։ Չէ։ Ոնց հավատամ, բայց դասախոսը ինչ պիտի ստանա։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել։ Ասելը քիչ է, թող անեն տենանք։ 4 տարի հետաքրքիր հարց էր։ Բան չէ որ։ Ժաննա Անդրեասյանն է ասել նախարար, որ 2030-ին Ինձ թվում է, հա, հուսանք լավ կլինի, հա, իհարկե։ Ինձ թվում է այս տեմպերով որ գնանք առաջ, կարելի է ինչ։ Դժվար է հավատալ, եթե գիտեք ոնց է, ցանկացած նպատակ կարելի է հաղթահարել եւ կարելի է այդ նպատակին հասնել, եթե գնում ես այդ ուղղությամբ։ Եթե այդ ուղղությամբ չես գնում, դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է ասել այդ մասին։ Տեսեք, որպեսզի կրթության բնագավառում մենք հաջողություններ գրանցենք, անհրաժեշտ են լուրջ ֆունդամենտալ փոփոխություններ երկարատև հեռանկարով։ Այսինքն, գիտեք ոնց է, ոնց որ հիմա ենթադրենք ես հայտարարեմ, որ վաղը այգի կլինի, ենթադրենք, չգիտեմ, ինչ-որ մի հատվածում, որտեղ անապատ է։ Եվ ասեմ, որ գիտեք ինչ, հենց վաղը ես ապահովելու եմ դա, պարզա դա անլուրջ է։ Ինչու, որովհետև բոլորս հասկանում ենք, որ ծառը պետք է տնկել, ջրել, խնամել եւ ինքը միգուցե մի 20 տարի հետո այգի կդառնա։ Բայց եթե դու այդ գործողությունները չես անում, ինչ ուզում ես ասա, անլուրջ է։ Այսինքն չենք տեսնում այդ գործողությունները։ Անձամբ ես ոչ։